Ուզում եմ խոսել այն մասին, թե ինչպես է իր Facebook-յան էջը օգտագործում Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ աջոք հավաքելու համար։ Վերջին ամիսներին ինքը շատ ակտիվ իր էջում տեղադրում է տարբեր վիդեոներ եւ նկարներ այն մասին, որ կառուցվեց կամ վերանորոգվեց այսինչ գյուղի դպրոցը, այսինչ քաղաքի մանկապարտեզը կամ ճանապարհները։ Նախ ասեմ, որ իրականում համեմատած նախորդ իշխանությունների ժամանակվա հետ շատ քիչ բան է արվում շինարարական ոլորտում, այսինքն ընդամենը այս մարդիկ վերանորոգում են կամ կառուցում են մանկապարտեզ դպրոցներ եւ փողոցներ, որը իրականում պարտավոր են անեն եւ շատերս շատ լավ հասկանում ենք, որ լավություն չեն անում մեզ, դա չեն անում իրենց գրպանից, դա անում են Հայաստանի Հանրապետության բյուջեից այն ժողովրդի համար, որը հենց իր հարկերով եւ աշխատելու շնորհիվ լցնում է այդ բյուջեն։ Մյուս կողմից, այս 7 տարվա ընթացքում եղել են շատ ու շատ խոստումներ, օրինակի համար Արաբկիրի մետրոյի կայարանը, որը իրենից հսկայածավալ աշխատանք էր պահանջում, որը բնականաբար չի արվել։ Էլի եղել են շատ-շատ խոստումներ, ես շինարարական ոլորտում եմ ասում ընդամենը այս դեպքում, մնացած թեմաներին չեմ ուզում անդրադառնամ, եղել են շատ մեծ խոստումներ, որոնք չեն արվել։ Իսկ նախորդ իշխանությունների կառավարման տարիներին եղել են այնպիսի շինարարական լայնածավալ ծրագրեր ու գործողություններ, օրինակ, որոնցից մեկը Դավթաշենի կամուրջի կառուցումն է, մեկը Աշտարակի կամուրջի կառուցումն է, մեկը Բարեկամության էստակադայի կառուցումն է, Հանրապետական մարզադաշտի կառուցումն է, որի մասին նախորդ իշխանությունները ուղղակի չէին խոսում, հասկանում էին, որ սա պետք է արվի, սա մեր գործն է, սա պետության համար եւ քաղաքի համար, երկրի համար կարևոր շինարարական լուծումներ են, որոնք պետք են, օրինակի համար մեքենաների շատանալուց հետո պետք է այս տեղը կամուրջ կառուցվի։ Ու չէին խոսում, պատկերացրեք մի իրավիճակ, երբ օրինակ նախորդ նախագահները ամեն մանր բորդյուրը կամ փոքր փողոցը ասֆալտապատելուց դնեին իրենց Facebook-ի էջում եւ աջոք հավաքեին դրանով։ Իհարկե չլսված բան է սա, որովհետեւ չի կարելի համեմատել նախկին նախագահներին սրանց հետ։ Իսկ սրանք ինչ են անում, ժողովրդի մի մասին խաբելով, այս ժողովրդի մի մասին թոս փչելով, իբր որ տեսեք, նրանք ոչինչ չէին անում, մենք անում ենք, յուրաքանչյուր փոքր բորդյուր սարքելուց կամ 3 մետրանոց փողոց ասֆալտապատելուց դնում են իրենց Facebook-ում եւ ասում են այսօր սարքվեց այսինչ թաղամասի, այսինչ բանը, հաջորդ օրը այսօր սարքվեց այսինչ թաղամասի, այսինչ ռեշոտկան մենք ներկեցինք ու ցավոք սրտի մեր ժողովրդի մի հատվածը ասում է, տեսեք, այսօր Հայաստանը ծաղկում է, Հայաստանում նոր բաներ է կառուցվում, իսկ առաջ ոչինչ չէր արվում։